է բարձրագույն խումբ վերադառնալու համար։ Ակումբը նշել է 3 խաղացողների, Միլոշ Միլովանովիչը համար 8, Արթուր Մկրչյանը 17 համարով եւ Արամ Գեղամյանը համար 9 նա թիմի ավագն է եւ Տիգրան Հակոբյանը համար 10։ Ինչպես գիտենք, Սլավիկ Գաբրիելյանն էլ Լեռնային Արցախի գլխավոր մարզիչն է 5-ով։ Հարցավարը ազդարարում է խաղի մեկնարկը, սկսում են հյուրերը Լեռնային Արցախի։ Այդ խաղում գոլերը խփեցին նույն Օնոհան եւ Ջինդոյանը, հիմա գրում է Փյունիկը։ Արվածային դիրքը արվածում է Դավիդյանը եւ կենտրոնով է գնդակը Ալահվերդյանը։ Շատ հարմար էր արվածի համար, ընդառաջ մի փոքր ուշացումով էին դուրս եկել նրա դեմ եւ Դավիդյան թողնում է Մալաքյանի, վերջինս շատ լավ է Բարսից փոխանցումներ կատարում, հիմա էլ հենց դրանցից մեկն էր վտանգավորը եւ հարված նպատակայիններ ցույց տալ Տիգրան Հակոբյանը, բայց կարճ ժամանակով ցախ փոխանցում Կովալենկո կրոս դեպի Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը հարված բարձր էր։ Լավն էր փոխանցում այստեղ Կովալենկոյի եւ դա միանգամից լարվածություն ստեղծեց մրցակցի պաշտպանությունում, այնտեղ Դավիդն էր դա 5 համարը իր թիմի, հիմա էլ պետք է ուշադրությունը պահի մրցակցի արձակվողի ուղղությամբ, որովհետև այնտեղ փոխանցում է հետևելու գլխով հարված եւ գալիս է գնդակ։ Լավ չհարվածեց Վագները, ահա տեսեք, իհարկե երբեք էլ գլխով խաղը նրա ուժեղ պիսի Փյունիկի ֆուտբոլիստը տաներ գնդակի։ Դե Փյունիկի ֆուտբոլիստը արդեն ոտքի է կանգնեց, սպասում է փոխանցման Մալաքյանի գլխով հարվածը։ Բուժօգնություն ցուցաբերել Ջինդոյանին։ Փոխանցում Տուգանային հրապարակի կենտրոն Մալաքյանն է հարվածում։ Ձեռքով խաղ չկա, իսկ սա Կուլիկովի հարվածներ այստեղ էլ արդեն դար է կատել եւ հնարավոր է 11 մետրանոց լինի, եթե ձեռքով խաղ կար։ Ոչ դժվար թե այստեղ երկու ձեռքերով փորձում էր խուսափել այդ ձեռքով խաղից։ Հարկավոր էր։ Դավիդյան մեկ մրցակցի հեշտությամբ անցավ, խաղում է Մալաքյանի ուղղությամբ, ակտիվացավ Փյունիկը կարճ եւ միջին փոխանցումներով, ինչպես նաեւ այսպիսի փոխանցումներով Ջիկիա 1-0։ Հիասքանչ գոլ հեղինակ է դառնում Թեմուր Ջիկյան, կրծքով ընդունում է գնդակը եւ կիսաշրջադարձ հարվածով բացում հաշիվը հանդիպման 40-րդ րոպեին։ Ավելի հեշտ էին գնդակը հասցնում մրցակցի Տուգանային հրապարակի կենտրոն եւ Վագները գրանցում է ասիստ այդ խաղում։ Իսկ Ջիկյան գոլի հեղինակ է դառնում Հայաստանում, Փյունիկի կազմում։ Առաջին անգամ իսկ հայկական կարիերայում ընդհանրապես առաջ կճնշել մրցակցին նույն ուղղությամբ, կարծես թե ֆուտբոլիստները հասկացան, թե մարզիչները նրանց հուշեցին, թե ինչպես պետք է անել, ահա այսպես օրինակ եւ նրան լավ փոխանցում էր կատարել նորից Կովալենկոն։ 2-3 տարբերակ ուներ հետ նահանջող թիմակիցներից, որոնք առաջարկում են իրենց ծառայությունը, բայց այդպես սահմանափակեց հնարավորությունները, ընդհակառակը նման որոշումը, իսկ սա վտանգավոր պահ էր, որը այն ընդհանա դարպասին, տեսեք։ Ցածկեց, թիկունքով հարվածեց եւ Էդգար Մալաքյան 1-1-ի դեմ է մնացել, սա հնարավորություն է նրա համար, կարող է հեշտությամբ շրջանցել կամ փոխանցում կատարել։ Նահանջեց եւ հեռացրեց գնդակը Ադակլանը։ Իսկ հիմա արդեն ոչ ոք չի հեռացնի, գնդակը վերադարձավ Տուգանային հրապարակի կենտրոն եւ Վարիկան է գոլի հեղինակ։ Վերջապես Փյունիկի մոտ ստացվեցին գոլերը։ Նախորդ փորձը անհաջող էր, բայց պաշտպանը գնդակը նվիրում է Մալաքյանին, վերջինս հարվածում է, ոչ թե հարվածում, այլ փոխանցում է Տուգանային հրապարակի կենտրոն, այնտեղից նորից կիսաշրջադարձ հարված, ինչպես առաջին գոլի դրվագում էր, անդրադարձ Ագուստին Ջոն Ադակլյանից եւ գնդակը անդրադարձից հետո հայտնում է դարպասում։ 2 գոլ Փյունիկը խփում է այսպիսի կիսաշրջադարձ հարվածներ։ Վլադիմիր Ալահվերդյանը այնտեղ հրանգներ տալիս պաշտպաններին, Արման Հովանիսյան փորձում է շրջանցել պաշտպանին, փոխանցումը այնպես ստացվեց, որ թվում էր թե կարող է որսալ դարպասապահ, բայց վերջինս դժվարությամբ Բրունսկով հեռացրեց, իսկ այստեղ ձեռքով խաղկար իհարկե մի քանի հետ քայլ կատարեց, հարվածում է դեպի հեռավոր անկյունը, փրկում է Ալահվերդյանը։ Լավը եւ թե դարպասապահի սեյվը։
Հեռու են պահում գնդակից, իհարկե շատ ավելի վտանգավոր հարձակվողների դեմ է կարողացել հաջող պայքարել Բրատկովը, Տինկոն նրան չկարողացավ անհանգստացնել, Ալեքյան, փոխանցում կենտրոն և հաշիվը դառնում է 3-0, պատանի սաները Փյունիկի ստեղծեցին այս գոլը, Ալեքյանը անցում կատարել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և բարելավում են վիճակագրությունը, Ալեքյանը ասիստ է գրանցում պաշտոնական մրցավեճում, իսկ Պետրոսյանը գոլ։ Մեկ ֆուտբոլիստ Փյունիկի շեղեց բոլոր պաշտպաններին, ավելի կենտրոն տեղափոխվելով դա Մալաքյանն էր։ Ինչպես բասկետբոլում կասեն սկրին ասիստ կատարեց իր թիմակցի համար, այսինքն չդիպչեց գնդակին, պատնեշ դրեց նրա համար, իսկ այստեղ ուշադրություն։ Այնպես է, որ այսօր մրցակցի կազմում նույնպես բազմաթիվ սաներ կային, իսկ այդ մասին հետո միգուցե գոլ է լինելու։ Այո, գոլ է լինելու։ Թեմուր Ջիկյան վերջապես իր երկրորդ գոլը խփում է, մեկը չէին հաշվել, ասած եւս մեկ շատ արագ այդ փաթեթավորված նվերը բացեց Ջիկյան, խնդրեմ։ Հետ փոխանցումը անհաջող էր եւ Ջիկյան սառնասրտորեն գնդակը ուղարկում է հեռավոր անկյունը։ Սխալվեց այստեղ։ Եթե ճիշտ նկատեցի Արթուր Մկրտչյանը, երիտասարդ ֆուտբոլիստը։ Եվս մեկ սխալ։ Եվ հարված դեպի մոտակա անկյունը Ալլահվերդյանը հեռացնում է։ Փյունիկը ինքն էր իր ջանքերով պահեր ստեղծում, հիմա էլ մրցակիցն է անուշադիր խաղում եւ քիչ էր մնում Պետրոսյան արցավեճում։ Գոլ էր խփեց ակումբի պատմության լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանը, ինչպես նաև Վարազդատ Ավետիսյանը, ահա եւ հնարավորությունը Լեռնային Արցախի, սա իրադարձությունը եւ սա գոլ է։ Կարողանում են հակագրոհի վրա որսալ մրցակցին եւ Իլյա Տրինկոն դուրս գալիս մենակ, որ շանս չի տալիս մրցակցին գրավելով հեռավոր անկյունը նաեւ։ Իհարկե ափսոսալի է նաեւ դարպասապահ Սերգեյ Միքայելյանի համար մրցակիցը գրոհ չէր անցկացնում եւ մեկ գրոհը այնպիսին է, որ հոկեյում դա բուլիտ կանվանային, մենակ դուրս եկավ եւ հեռավոր անկյունը գրավեց, ոչինչ այստեղ գրեթե չէր կարող անել Միքայելյանը, ափսոսալի համար բավականին մեծացել է մրցակցությունը։ Փյունիկի կազմում վտանգավոր կարող է լինել, ինչու չհարվածել մի անգամից։ Հիմա է հարված հետևում եւ դառնում է հաշիվը 4-2, բրավո Լեռնային Արցախին, չեն հանձնվում արցախցիները խփել։ Տեսնենք թե ինչպես ստեղծվեց գոլը, բարձից փոխանցում, գնդակը գալիս է Հակոբյանի մոտ միանգամից չի հարվածում, բայց հետ է ուղարկում եւ այստեղից շեշտակի հարված է կատարում Միլովանովիչը։ 8 համարը Լեռնային Արցախի լեգիոնականը հարվածեց այն անկյունը, որտեղ չէր սպասում դարպասապահ Սերգեյ Միքայելյանը։ 4-2 կարողացավ Լեռնային Արցախը 2 գոլ հետ բերել։ Եվ դրանով նորից պատասխան խաղի ինտրիգը ակտուալ է։ Հիմա Փյունիկին մյուսները ակտիվացրին խաղը եւ կարողացան բերել եւս մեկ գոլ իրենց թիմի համար։ Իսկ հիմա կենտրոն կարելի է ուղարկել եւ 5-2։ Կարճ տևեց ուրախությունը Լեռնային Արցախի։ Փյունիկը խփում է իր 5-րդ գոլը եւ կրկին խոշոր է հաշիվը։ Այս անգամ կարծես աչքի ընկավ Այո, այդպես էլ կա, այսպես գեղեցիկ խաղաց Ջիկիա Պետրոսյան զույգը շատ լավ զգացի միմյանց, ճիշտ ուղղությամբ ճիշտ փոխանցում կատարեց Ջիկյան, կտրուկ արագացավ Պետրոսյանը, որը շատ լավ տպավորություն է այսօր թողնում եւ գոլային փոխանցում գրանցում իր հաշվին։ Իսկ իր նորամուտի խաղում գլխավոր թիմի կազմում իր առաջին գոլն է խփում նաեւ Տիգրան Գևորգյանը։ Այնքան մեծ հաշիվ չէ, որը եղել է այս հանդիպման ընթացքում, ավելի խոշոր հաշիվ է եղել ընթացիկ այս մրցավեճում, Ջիկիա փոխանցում եւ ահա եւ 6-րդը Թենիսային է դառնում հաշիվը, Պետրոսյանը նորից Ջիկիայի հետ փայլուն է համագործակցում
Եվ Ջիկյան էլ ասիստ է գրանցում իր հաշվին։ Երկու դուբլի են ականատես եղել Պետրոսյանը եւ Ջիկյան գրանցել են իրենց հաշվին, ճիշտ է այս կադրից երևաց։ Արդյոք հայեցուց վիճակ կար թե ոչ, հիմա կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Ոչ, ամեն դեպքում կարծես ամեն ինչ կարգին էր եւ այս տեսախցիկից ավելի հստակ երևա եւ մենք կհամոզվենք, որ հայեցուց վիճակ չէր կարող լինել։ Բրավո։ Ջիկյային ոտքին հարված ստանալու գնով հասցրեց գնդակը թիմ ակցին եւ այնտեղից Պետրոսյանը հաշիվը դարձրեց 6-2։ Պատկերացեք։ Նոր գրոհ են կազմակերպել, Գևորգյանը ուղարկում է աջ։ Շատ ակտիվ է նաև Մարատ Ասատրյանը, հետ է խաղում Պետրոսյան։ Պատ են խաղարկում, հարվածել է պետք բարձր է ստացվում, հիասքանչ հնարավորություն ուներ Գևորգյանը նույնիսկ դուբլ հեղինակել իր նորամուտի մրցավեճում, տեսեք։ Չստացվեց ավելի անգնեսնել, առաջում չի հաջողվում Հակոբյանին, պատխաղարկման փորձ, մաքուր են տարել գնդակը մրցավարի կարծիքով, Ջիկյա ուղարկում է ձախ, հարված դեպի հեռավոր անկյունը եւ Ալահվերդյանն է հեռացնում։ Ասես շատ լավ հանդիպում է անցկացնում, բայց 6 գոլ է բաց թողել։ Եվ գոլերն էլ մրցակիցը նաեւ այսօր իր առաջին գոլը առաջին խաղում խփեց Տիգրան Գևորգյանը։ Հիմա կարող է դուբլել գրանցել, հեռացնում է դարպասապահը եւ ավելացնում է Պետրոս Ալեքյանը, նա էլ հաշիվը դարձնում է 7-2, իսկական ջախջախում ջունիոր սպորտում եւ հերթական անգամ այն բերում է խփած գոլի։ Ալեքյանն էլ իր գոլը խփում է, Գևորգյանը ուներ իր գոլը, միգուցե Ալեքյանին այս գոլը կօգնի նույնպես ավելի վստահ գործել հետագայում։ Այսպիսի հաշվի պարագայում իհարկե պատասխան խաղում էլ ավելի մեծ ռոտացիայի կարող է գնալ Եղիշե Մելիքյանը։ Չկար, իսկ Գևորգյանի հաշվին նույնպես, իսկ այլ գոլեր այսօր այլևս չեն լինելու։ 7-2 հաշվով Փյունիկը ջախջախում է մրցակցին։